Եկեղեցական կյանք, երրորդ հազարամյակ, մշակութային ազդագիր, տաղավարում գրականության եւ արվեստի շուրջ, համեստ ավետարաններ։ Այս հաղորդումները մարզերում հասանելի չեն լինի։ Այստեղ արտֆոկուսն է նկարահանվում։ Ազգային ժողովը 63 կողմ 31 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց շողակաթ հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու Սիսակ Գաբրիելյանի եւ Թագուհի Ղազարյանի նախագիծը։ Կողմ 63 դեմ 31 ձեռնպահ 0 որոշումն ընդունվել է։ Այս քայլով պետությունը զրկում է մարզերում ապրողներին հոգեվոր, մշակութային, եկեղեցական հաղորդումներ դիտելուց, ասում է հեռուստաընկերության գործադիր տնօրենը։ Օրենսդրական ճանապարհով պետությունը սահմանափակում է նախ եւ առաջ իր պարտավորությունների շրջանակը, իսկ պետության պարտավորությունների շրջանակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների է, իրավունքի կրողների հանդեպ է։ Աննա Սարգսյանի խոսքով ազգային ժողովի ամբիոնից պետական հատկացումների թիվը կեղծում են իշխանական падգամավորները, փորձելով ապակողմնորոշել մարդկանց։ 2011 թվականից է հանրային հեռարձակում ստացել շողակաթ-տեսալսողական ծրագիրը, 2011 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ, եթե հաշվենք, բարձ մաթեմատիկական հաշվարկով դա կազմում է 9 միլիոն դրամ։ Երեք ազգային ժողովի ամբիոնից հնչում էր 3 միլիարդ դրամը եւ որևէ կերպ դժվար է հասկանալ ինչ 3 միլիարդ դրամի մասին է խոսքը առհասարակ։ Շողակաթում չեն զարմանում, որ հակաեկեղեցական արշավի թեժացման պահին հերթն իրենց էլ հասավ։ Քաղաքական իշխող ուժը ինքը ազգային ժողովի ամբիոնից օրենսդրական նախաձեռնության քննարկումը վերածեց հակաեկեղեցական արշավի։ Գործող օրենքով պետական միջոցների հաշվին հեռարձակվում են հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու շողակաթը։ Իշխանական падգամավորները հիմնավորում են, թե երեքի դեպքում միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը նույնպես։ Զարուհի Սահակյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հույսը դնի մասնավորի վրա։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։